Կառավարությունն իրազեկում է։ Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ են հետևյալ քայլերը։ Քայլ 1. Մուտք գործել e.social.am հարթակ։ Քայլ 2. Սեղմել կյանքի դժվարին իրավիճակ պատոհանի վրա, այնուհետև ընտրել անհուսալի վարկերի միջոցառում դաշտը։ Քայլ 3. Ձեր տվյալների նույնականացման համար համակարգը ձեզ կառաջարկի ընտրել բջջային նույնականացման քարտ (MID) կամ նույնականացման քարտ տարբերակներից որևէ մեկը։ Քայլ 4. Բջջային նույնականացման քարտ (MID) տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել ձեր հեռախոսահամարը եւ սեղմել մուտք դաշտի վրա։ Ստանալ ստորագրման PIN գաղտնաբառը։ Նույնականացման քարտ տարբերակի դեպքում անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել ընթերցող սարքի մեջ, սեղմել մուտք դաշտի վրա, հավաքել մուտքի PIN գաղտնաբառը եւ մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։ Ուշադրություն. Նույնականացման քարտ ունեցող անձին կարող են մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Հասցեներին կարող եք ծանոթանալ socservice.am/offices էջում։ Հիշեցնենք, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձին, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 միլիոն դրամից և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։ Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն գրանցված զբաղվածություն։ Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով եւ կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը։ Այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով, սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը կսահմանվի 20%, 24 ամիս ժամկետով, այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն։